Այսօր առավոտյան Երևանի Զվարթնոց օդանավակայանում ձերբակալվել, ապա ժամեր անց ազատ է արձակվել Բելարուսի ընդդիմադիր իրավապաշտպանը, որին Բելարուսի իշխանությունները հետախուզում են 2022 թվականից։ Եվրամիության երկրներից մեկում բնակվող բելարուսի իրավապաշտպան Վիկտոր Կլիմուսը Հայաստան էր ժամանել Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների միության հրավերով մասնակցելու միջազգային համաժողովի։ Միության նախագահ Գրիգոր Երիցյանն է թվում հոդվածները, որով Բելարուսը հետախուզում է հայտարարել իրենց հյուրի նկատմամբ։ Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն վիրավորանքը եւ ծայրահեղական կազմակերպություններին աջակցելը, այսինքն հայտնի ահաբեկչության հոդվածով, որով բոլոր այն մարդիկ, ովքեր պայքարել են Բելարուսի ավտորիտար ռեժիմի դեմ, հետախուզվում են։ Ընդ որում այս պահին նաեւ արգելք ունի երկրից բացակայելու, այսինքն պետք է նաեւ գործընթաց սկսենք, որպեսզի կարողանանք իրեն հետ ուղարկել Լեհաստան։ Բելարուսի իրավապաշտպանի ձերբակալության մասին ահազանգաձ Երիցյանը նշել է, Կլիմուսը գտնվում է Եվրամիության պաշտպանության ներքո, թեև ընդդիմադիր իրավապաշտպանը մի քանի ժամից ազատ է արձակվել, Երիցյանը տեղի ունեցածը մտահոգիչ է համարում։ Այնուամենայնիվ, այդ երկրի քաղաքացիները, ովքեր ենթարկվել են ճնշումների իրենց երկրում, նաև ճնշումների են ենթարկվում մեր երկրում։ Ժամեր շարունակ մարդը ձերբակալված է եղել, ԵՄ պաշտպանության տակ գտնվող մարդիկ պետք է նաև պաշտպանության տակ գտնվեն Հայաստանում, եթե Հայաստանը ձգտում է Եվրոպական միության անդամակցության։ Հնարավոր չի, որ մենք ձգտենք դեպի Եվրոպա, բայց ճնշումներից փախած մարդկանց ճնշման ենթարկենք մեր երկրի տարածքում, սա պետք է բացառել։ Բելարուսի ընդդիմադիր իրավապաշտպանին Հայաստան հրավիրած կազմակերպության նախագահի խոսքով Հայաստանի իրավապահ մարմինները մերժել են նրա նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու հիմքերը։ Մեջբերվել են տարբեր միջազգային կոնվենցիաներ եւ նաեւ նշվել է, որ Բելարուսում գործող այդ կարգավորումը Հայաստանում քրեական պատասխանատվություն չի ենթադրում։ Սա կարծում եմ շատ կարևոր նախադեպ է։ Ավելի քան 7 ժամ անազատության մեջ մնացած բելարուսի իրավապաշտպանն ազատությանն ասաց հեշտ օր չէր, թեև մի քանի ժամ քնելու եւ սնվելու հնարավորություն չի ունեցել, բայց Армения делает свой геополитический выбор. Мне очень приятно, что для белорусов с таким с аналогичным статусом политических активистов эта страна становится более безопасной и доступной. К сожалению, конечно, местная бюрократия. Հայաստանն իր աշխարհակաղակական ընտրությունն է անում ու շատ ուրախ եմ, որ Բելարուսի քաղաքական ակտիվիստների համար այս երկիրն ավելի անվտանգ ու հասանելի է դառնում, բայց ցավոք սրտի տեղի մակարդակում բյուրոկրատիան միշտ չէ, որ նույն արագությամբ է հասցնում գնալ քաղաքական կամքի ետևից։ Ես շատ կուզեի, որ բռնապետներն ու ավտորիտար ռեժիմներն այլևս չկարողանային միջազգային իրավունքի հիման վրա հայտարարված հետախուզման մեխանիզմներն օգտագործել որպես քաղաքական ճնշման գործիք ակտիվիստների, իրավապաշտպանների եւ իրենց ընդդիմախոսների դեմ։ Как инструмент репрессий. Կլիմուսին Հայաստան հրավիրած կազմակերպությունը նրա իրավունքների պաշտպանության համար դիմել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աջակցությանը։ Գրասենյակի իրավաբանական բաժնի համակարգող Անի Չատինյանն ազատությանն ասաց, փորձելու են օգնել, որ Բելարուսի իրավապաշտպանն անարգել լքի Հայաստանը։ Փորձելու ենք հետևողական լինել, որպեսզի Հայաստանը հնարավորության դեպքում թույլատրի վերջինիս հետ վերադարձը իր այն երկիր, որտեղ վերջինս ունի պաշտպանության հնարավորություններ, որտեղ ինքը նաև Եվրամիության երկրներից մեկից ունի պաշտպանության հատուկ կարգավիճակ, որը հնարավորություն է տալիս չարտաքսվել այն երկիր, որտեղ կարող են խախտվել վերջինիս իրավունքները եւ ազատությունները։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի քննադատ իրավապաշտպանի դեպքը միակը չէ։ Զվարթնոց օդանավակայանում օրերս ձերբակալվել էր նաև ռուսաստանցի հայտնի մաթեմատիկոս Միխայել Վերբիցկին։ Ռուսաստանը նախորդ տարվանից է հետախուզում հայտարարել նրա նկատմամբ ահաբեկչությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակներում։ Ինքը մեղադրանքը կապում է Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո ռուսական իշխանություններին քննադատելու եւ Պուտինի վարչակարգի դեմ դիրքորոշում արտահայտելու համար։ Мне не сказали, что я должен остаться в Армении. Ի տարբերություն բելարուսցի ընդդիմադիր իրավապաշտպանի, ռուս ընդդիմադիրը 3 օր է մնացել անազատության մեջ, բայց այսօր առավոտյան ազատ արձակվեց, որովհետև Ռուսաստանի իրավապահները կալանավորման վերաբերյալ միջնորդություն չներկայացրին Հայաստանի դատախազություն։ Սակայն ինչպես Կլիմուսի, այնպես էլ Վերբիցկիի դեպքում ազատ արձակվելը չի նշանակում խնդրի ամբողջական լուծում։ Վերբիցկիի փաստաբան Վաչե Սիմոնյանն ազատությանն ասաց, ռուս ընդդիմադիրը մինչ օրս չի կարողանում ազատորեն լքել Հայաստանը, քանի որ շարունակում է մնալ միջազգային հետախուզման մեջ։ Իսրայել պետք է վերադառնար, բազմաթիվ նմանատիպ պրակտիկա ունենք, թեև Հայաստանում կարողանում ենք ինչ-որ մի դրական արդյունքի հասնել անձանց համար, չեն արտաքսում տարբեր երկրներ, հա, պահանջող երկրներ, բայց այնուամենայնիվ
նրանց իրավունքները ազատության տեղաշարժը սահմանափակված է մնում եւ նրանք չեն կարողանում լքել Հայաստանը։ Օրինակներ ունենք, որ մարդիկ նույնիսկ, չգիտեմ, Հայաստանում դարձել անօթևան առանց աշխատանքի, առանց սովորական կացության պայմանների եւ ուղղակի Հայաստանում մնում են։ Դա չլուծված հարց է։ Որ այսպիսի խնդիրները չկրկնվեն, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավաբանական բաժնի համակարգողը կարծում է, Հայաստանը պետք է հրաժարվի ԱՊՀ երկրների հետ իրավական համագործակցության շրջանակներում ստանձնած պարտավորություններից։ Ըստ Չատինյանի, դա է պատճառը, որ Հայաստան մուտք գործող որոշ անձինք ձերբակալվում են միջազգային հետախուզման հայտերի հիմքով։ Առհասարակ այդ պահանջները կատարելուց պիտի հրաժարվենք եւ չկատարվեն այն պահանջները, որոնք ոչ ժողովրդավար պետությունների կողմից են Հայաստանին ներկայացվում։ Հայաստանը լինելով ժողովրդավար երկիր, պիտի փորձի ապահովել մարդույանքների եւ ազատությունների լիակատար պաշտպանությունը։ Չարիքը մնում է կախված դեռևս, իրավական չարիքը դա համաձայնագրերն են, որոնց ստորագրությունը, ստորագրումը, կատարումը, վավերացումը Հայաստանը օր առաջ պետք է հետ կանչի։